Հերթական անգամ շնորհավորում եմ իմ կուսակից ընկերներին, մեր աջակիցներին, տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին, ովքեր այս ճնշումների տակ, այս վարչական միջամտությունների, իրավական միջամտությունների անհամաչափ, ապօրինի, քաղաքական նպատակահարմարությամբ միջամտությունների համատեքստում որևէ քայլ չեն նահանջում, շարունակում ու չեն ընկրկում իրենց պայքարում, եւ այսօր երկու կարևոր իրավական գործընթաց տեղի ունեցավ։ Ինչպես եւ մենք հայտարարել էինք ու համոզմունք էինք արտահայտել, մենք մեր ջանքերով ամեն ինչ ներդրել ենք, որպեսզի ունենայինք իդեալական իրավական փաստաթղթաշրջանառություն եւ արդյունքում այո այսօր պաշտոնապես գրանցվեց ուժեղ Հայաստան դաշինքը։ Բացի այն, որ գրանցումը արդեն պաշտոնապես է եւ մենք պաշտոնապես մասնակցում ենք ընտրական գործընթացին, տեղի ունեցող ազգային ժողովի ընտրությունների համամասնական, այլև մենք արդեն ունենք վիճակագրության արդյունքում թիվ։ Մենք ուժեղ Հայաստան դաշինքը հանդես է գալու երրորդ թվի ներքո։ Իհարկե, ես կարծում եմ անգամ, քանի որ մեր քաղաքական ուժի պարագայում ամեն ինչ պատահական չէ, ինչու ոչ Աստծո նախախնամություն է առկա գործընթացներում եւ հենց մեր գործընթացն էլ մեր առաջնորդի, առաջնորդի հետ կապված քաղաքական հետապնդումները ուղղակիորեն եկեղեցով են աղերսված, պատահական չէր նաեւ այս թիվը, այո, հենց Աստծո Սուրբ Երրորդությունն է խորհրդանշում, հաջողակ թիվ է եւ մենք համոզված ենք, որ հաղթական մեկնարկը տրված է այս աստիճանների վրայից ու մեր քաղաքացիների կամքը ամեն ինչ անելու ենք, որ ապահով տեղ հասցվի, այս արհեստական միջամտությունները, որոնք միտում ունեն վախի մթնոլորտ ձևավորելու, մարդկանց վրա հոգեպես ներազդելու հակառակ էֆեկտ են անում, մարդիկ ավելի են վրդովում, մարդիկ ավելի համարձակ են դառնում իրենց պայքարի ծիրում եւ մենք կտեսնենք հունիսի 7-ի արդյունքում մարդկանց կամարտահայտության արդյունքը, այնուամենայնիվ, ինչպես պարոն Վարդևանյանը արդարացիորեն նշեց, մենք այս պայդրությամբ այն քաղաքական ուժն ենք, որի նկատմամբ ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը բացահայտ կերպով խախտված է, այդ մասին նաև արդեն թե բացահայտ, թե փակ զրույցներում արձանագրումներ են արել միջազգային գործընկերները, որովհետև մեր քաղաքական առաջնորդը կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը անազատության պայմաններում է եւ այդ անազատությունը արհեստական է, որովհետև նրա նկատմամբ սահմանափակումները ամբողջովին վերացվել են ըստ էության բացառապես նրա ֆիզիկական ազատ տեղաշարժի հնարավորությունն է սահմանափակված։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։